Երևանցիներ, հիմա քննարկվելու է ձեր 17000 հոգու ստորագրած հաթեթը, տեսեք ԿՊ-ն ոնց դուրս եկավ դահլիճից։ Ձեր նախագիծը, ժողովուրդ ջան, ձեր նախագիծը հիմա քննարկվելու, քվեարկվելու է, տեսեք ԿՊ-ն ոնց դուրս եկավ։ Տեսեք, ԿՊ-ն եւ Հանրապետություն կուսակցությունը, իրանք այստեղ են նստում, իրանք միասին դուրս եկան, որպեսզի ձեր բերած նախագիծը, ձեր կողմից ստորագրած տրանսպորտի գինը 100 դրամ պահելու նախագիծը չկայանա։ Հարգելի երևանցիներ, բացեք սենց անենք, տեսեք ինչ է կատարվում Երևանի քաղաքապետարանում։ Ավականունից դա, լիստը պրավարտվեցին, բոյկոտեցին։ Ուղիղ եթերը ինչ իրավունքով է։ Մեկ նիստը գնում է, ճիշտ ասում, հիմա նիստը գնում է, քի եք անջատել։ Նիստը գնում է, չէ, իրանք պրոստը դուրս են եկել, բոյկոտել են, չէ։ Քի եք անջատել։ Դες հրահանգել են, որ անջատեք։ Նիստը գնում է, չէ։ Բա ով է տալի։ Ընդեղ։ Շատ լավ։ Տեսեք սիրելի երևանցիներ, նիստը վարողը չկա, քաղաքապետ կոչեցյալը չկա, որ քաղաքապետ ասվածը չկա։ Իրանք որոշեցին բոյկոտեն, դուրս գան դահլիճից, որպեսզի տրանսպորտի էժանացման նախագիծը պրավալտան, տապալեն։ Մեր այսօրվա այս պահին քննարկվելիք թեման լինելու էր տրանսպորտի ուղևորձի էժանացումը։ Տեսեք ինչ են անում, այսպես ամբողջությամբ դուրս են եկել ԿՊ-ն եւ իրենց քույր կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, որպեսզի ձեր համար էժանացվող գին չքննարկվի։ Իսկ այդ նախագծով, ուրեմն տրանսպորտի գինը պետք է մնար 100 դրամ, առավելագույնը, փաթեթների դեպքում ավելի մատչելի, քան 100 դրամը, թոշակառուների եւ հաշվադամների համար էլ անվճար։ Իսկ այս մարդիկ այսպես երկիր են ղեկավարում, այսպես երկիր եք վստահել իրանց որ տապալել են։ Հələ խոսում են նախկիններից։ Ամենաշատ փոխկապակցվածը նախկիններից այսօր իրանք են։ Թե նախկիններ։ Ոնց նայում ես իրանց շրջապատում նախկիններ են։ Թե քաղաքապետարանում, թե վարչական շրջաններում կլինեն, թե կառավարությունում կլինեն, թե ազգային ժողովում կլինեն։ Նախկիններ։ Իրանք չուզեցին լսեն մեր փաստարկված նախագիծը, փաստարկված ու հիմնավորված։ Չուզեցին տեսնել։ Բա ժողովուրդ ջան, կարմիր գծերը թանկացրին, ձեն չհանեցիք։ Տրանսպորտը թանկացրին, հիմա փորձում ենք պայքարենք, գինը հետ վերադարձենք, այսպես տեսեք այս վիճակն է։ Դասեր քաղեք ժողովուրդ ջան, մյուս ընտրություններ, առաջիկա ընտրություններ Գյումրիում ալնելու։ Հարգելի գյումրեցիներ, դասեր քաղեք Երևանից։ Տեսեք մեզ պատկերացրեք ձեզ, տեսեք երևանցիներին պատկերացրեք ձեզ ինչ ալինելու։ Իսկ առաջիկա ընտրություններին սպասվող արտահերտ կլինի, հերթական կլինի։ Ենթադրություններ արեք ու ձեր ճիշտ որոշումը կայացրեք, մյուս անգամ սրանք չգան իշխանության ոչ մի ձևով։ Սրանց պետք է ճանապարհվի հավերժ։ Դա կլինի փողոցային պայքարով, թե կլինի ընտրություններով, սրանց պետք է ճանապարհել ժողովուրդ։ Մի բաներ դեռ ուշացրել ենք։ Էս են։ Սրանք տապալել են կառավարումը քաղաքային մակարդակով եւ պետական մակարդակով։ Պետությունը վարի տալով, քաղաքը այսպես վիճակի հասցնելով։ Էս է ժողովուրդ ջան։ Հարգելի գյումրեցիներ, այստեղ նստում էին Եվրադաշինքի ներկայացուցիչները, Երևան քաղաքի Հանրապետություն խմբակցությունը, ու իրանք էլ չեն մասնակցում նիստին, իրանք էլ են կողմ տրանսպորտի թանկացմանը, իրանք էլ են կողմ երևանցու կյանքը թանկացնելուն։ Հենց որ իմացեք ում եք ձայն տալու, իմացեք ովքեր են այսօր ձեզանից ձայն ուզում, հարգելի երևանցիներ։ Մայր Հայաստան խմբակցությունը այսօր ամբողջ կազմով այստեղ է, ԿՊ-ն ամբողջ կազմով այստեղ չի, ինչպես նաև իրանց կցորդ Հանրապետությունը։ Ոչ միայն ավականին է դուրս եկել ժողովուրդ ջան, այլ նաև աշխատակազմն է դուրս եկել, այլ նաև վարչական շրջանների ղեկավարներն են դուրս եկել, վարչության պետերն են դուրս եկել։ Ամբողջությամբ վնասել է
Բա, այստեղ նստում էին, այսա ցույց տամ ձեզ։ Այսինց դուրս են եկել, ամբողջությամբ նայեք, որտեղ նստում էին թաղապետերը եւ վարչության պետերը, բոլորը դուրս են եկել։